Յասին Հուսեյնզադեն, որը 2023-ի հունվարի 27-ին հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել։ Հուսեյնզադեի ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, մեկ այլ աշխատակից վիրավորվել էր։ Սիրիան նոր քաղաքացիական պատերազմի շեմին է, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն է։ Հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց բախվում է Սիրիայի անցումային կառավարությունը, դրա հնարավոր տապալումը անգամ ոչ թե ամիսների, այլ շաբաթների հարց է։ Դա իր հերթին կարող է հանգեցնել աննախադեպ ծավալների քաղաքացիական պատերազմի եւ ըստ էության երկրի մասնատման։ 2025-ի սեպտեմբերի 1-ից Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի իշխանությունները կսկսեն հետևել մայրաքաղաքային մարզ մտնող միգրանտների գտնվելու վայրին։ Օտարերկրացիները պետք է գրանցվեն մասնագիտացված բջջային հավելվածում եւ ինքնուրույն փոխանցեն իրենց գտնվելու վայրի մասին տվյալները ՆԳՆ-ին։ Եթե փորձեն շրջանցել աշխարհագրական դիրքի վերահսկողությունը, կներառվեն վերահսկվող անձանց գնացամատյանում եւ հետեւաբար կարտաքսվեն ՌԴ-ից։ ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, հաղորդում է CNN-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ըստ աղբյուրի, ԱՄՆ Իրան համաձայնագրի հեռանկարը, որին Թրամփը համաձայնել է եւ որը չի հանգեցնի իրանական ուրանի ամբողջ պաշարների դուրսբերմանը, մեծացնում է հարվածի հավանականությունը։